Գենդերային հիմքով բռնության դեմ պայքարը ներքին գործերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Այդ համատեքստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 25-ին մասնակցել է ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավի մեկնարկի միջոցառմանը։ Նախարարն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի կառավարության համար գենդերային հիմքով բռնության դեմ պայքարը հստակ նպատակ է եւ այդ նպատակի նվաճման ճանապարհին շոշափելի ձեռքբերումներ կան։ 16-օրյա արշավը պարզապես կատարված աշխատանքի ընդգծումն է։ Շատ ուրախ եմ նաեւ, որ այսօր նման հարթակներում տեսնում եմ ոչ միայն կանանց ու աղջիկների, այլև տղամարդկանց։ Դա վկայում է մեր համատեղ պատրաստակամության մասին միահամուռ ուժերով պայքարել բռնության դեմ, շեշտել է ներքին գործերի նախարարը։ Նախարար Սարգսյանը կարևորելով թվային միջավայրում գենդերային հիմքով բռնության դեմ պայքարի շրջանակում նոր գործիքակազմերի ներդրումը, անդրադարձել է ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնում SAFE-ու հավելվածի ինտեգրմանը եւ ընդգծել, որ սա պարզապես ինտեգրացիոն պլատֆորմի համակցում չէ, այլև վստահության նոր մակարդակի ձևավորում։ Նախարարն արձանագրել է, որ քաղաքացիական հասարակության գործընկերների ներգրավմամբ ձևավորված հարթակը տարածաշրջանում միակն է եւ չափազանց կարևոր մեխանիզմ է բռնության կանխման տեսանկյունից։ SAFE-ու հավելվածի միջոցով բռնության ենթարկված անձը կարողանում է օպերատիվորեն ազդանշան փոխանցել ոստիկանությանը, արդյունքում ապահովելով առավել արագ արձագանքում։ Արփինե Սարգսյանը վստահեցրել է, որ ներքին գործերի նախարարությունը պատրաստակամ է շարունակել բռնության իդենտիֆիկացման ուղղված արշավները, իրազեկվածության բարձրացումը, միջգերատեսչական պրոֆեսիոնալ աշխատանքը, քաղաքացիական հասարակության եւ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը։ Նախարար Սարգսյանը խոսել է նաեւ շուրջ 1800 համայնքային ոստիկանների վերապատրաստումների մասին, ինչը բռնության նախականխման եւ կանխման ուղղությամբ կարևոր քայլ է։ Բացման խոսքով հանդես են եկել նաեւ ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը։ Միջոցառումը շարունակվել է պանելային քննարկումների ձևաչափով, որոնց ընթացքում ելույթներով հանդես են եկել նաեւ ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը եւ համայնքային ոստիկանության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։ Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենգզինամթերքի հայտնաբերման եւ առգրավման աշխատանքը։ Վերջին օրերին կամավոր ներկայացված զենգզինամթերքի դեպքերի ընտրանին ներկայացնենք մեկ տեսաշարով։ Հոկտեմբերի 27-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենգզինամթերք է թողել Դավթաշենի եկեղեցու մոտ։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնից մեկնած ծառայողները հայտնաբերել են ինքնաձիգ, նռնականետ, նռնակ եւ այլ զինամթերք։ Հոկտեմբերի 31-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից հետը բերած զենգզինամթերքը թողել է Արմավիրից Ծառաշեն տանող ճանապարհի աղբանոցի մոտ։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնած ծառայողները հայտնաբերել են Կալաշնիկովի 1 ինքնաձիգ, որսորդական 3 հրացան, գազային 1 ատրճանակ, պայթուցիչով 4 նռնակ, 3 ական, գնդացրի 110 ու ինքնաձիգի 107 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Նոյեմբերի 2-ին 911 զանգած քաղաքացին էլ հայտնել է, որ ինքն էլ պատերազմի մասնակից է եւ հետը բերած զենգզինամթերքը թողնում է Վայք քաղաքում։ Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ եւ ռազմամթերք։ Նոյեմբերի 3-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենգզինամթերքը թողնում է Մառի փողոցի կիսակառույց շենքի մոտ։ Նորնորքի համայնքային բաժնի ծառայողները հայտնաբերել են Կալաշնիկովի 1 ինքնաձիգ, 3 նռնակ փամփուշտներ եւ Մակարով տեսակի ատրճանակ։ Արմավիրի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում առաջին ահազանգը ստացվել է նոյեմբերի 4-ին։ Էջմիածնի ռեստորաններից մեկի հետնամասում հայտնաբերվել է Կալաշնիկովի 1 ինքնաձիգ եւ 191 փամփուշտ։ Նոյեմբերի 7-ին ստացված ահազանգի հետքով Արմավիրի Կաթի գործարան տանող ճանապարհ մեկնած ոստիկանները հայտնաբերել են Կալաշնիկովի 1 ինքնաձիգ, կարճեցված փողով հրացան, 2 նռնակ, 252 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Օրդորում ենք ապօրինի պահվող զենգզինամթերքը կամավոր հանձնել իրավապահ մարմիններին։ Դրանով դուք կազատվեք քրեական պատասխանատվությունից։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։
Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Անչափահասների շրջանում հանցավորության մակարդակի նվազեցումը ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։ Մասնավորապես ուշադրության կենտրոնում են կտրող ծակող առարկաներով կատարվող հանցագործությունների նախականխումն ու կանխարգելումը։ Այս հանցատեսակների համար օրենսդրությամբ հստակ սահմանված են արգելքներ եւ իրավական պատասխանատվություն։ Երեխայի իրավունքների մասին օրենքն արգելում է երեխային ներգրավել արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքին։ Առևտրի եւ ծառայությունների մասին օրենքն արգելում է արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն արտաքին տեսքով եւ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ 18 տարին չլրացած անձանց վաճառելու դեպքում վաճառողը կտուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։ 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքի մեջ ներգրավվելը նույնպես կառաջացնի տուգանք, այս անգամ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։ 16-ից 18 տարեկան անձի կողմից արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ կրելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 40-ապատիկի չափով, միաժամանակ վերցնելով այդ առարկաները, սարքերը կամ գործիքները։ Հարգելի ծնողներ, ձեր ակտիվ աջակցությունն ու համագործակցությունն անչափ կարևոր եւ անհրաժեշտ է։ Համատեղ ուժերով անչափահասներին զերծ պահելու արատավոր երևույթներից, կանխելու նրանց կողմից կատարվող իրավախախտումներն ու հանցագործությունները։ Միասին կարող ենք ապահովել մեր երեխաների անվտանգությունն ու բարեկեցիկ ապագան։ Ինչպես նվազեցնել անչափահասի կողմից թմրամիջոցների գործածության ռիսկերը։ Ապահովել օգտակար զբաղվածություն կրթությունից զատ ժամերին, օրինակ, սպորտ, մշակույթ, կամավորություն եւ այլն։ Զբաղվածությունը կնպաստի ռիսկային ժամանակահատվածի կրճատմանը, կապահովի ճիշտ միջավայր։ Հիշենք, անչափահասը սոցիալական էակ է, վերցնում է այն արժեհամակարգը, որը գերակշռում է իր միջավայրում։ Ինչ տվյալներ են հուշում երեխայի կողմից թմրամիջոցի գործածման մասին՝ գերակտիվություն կամ գերպասիվություն, կարմրած աչքեր, նեղ կամ լայն բիբեր, գրգռվածություն, քնկոտություն, անբնական ու երկարատև ծիծաղ, շփոթվածություն, նրա մոտ կամ իրերում կասկածելի զանգվածների, բժշկական կաթուցիչի կամ ապակե գլանակի առկայություն, բուսական ծագում ունեցող թմրամիջոցին բնորոշ հոտ, անհայտ ծագման գումարի առկայություն, ընտանիքին պատկանող գումարի թանկարժեք իրերի անհետացում։ Տնային պայմաններում ինչպես ստուգել անչափահասի կողմից թմրամիջոցի օգտագործման հանգամանքը։ Ձեռք բերել ազատ վաճառվող մուլտիսքրինինգ թեստեր մեզի միջոցով թմրամիջոցի առկայությունը բացահայտելու կամ հերքելու համար։ Երեխային հոգեբանորեն պատրաստել թեստավորման գործընթացին, այն մոտեցման, որ նրա կողմից դա ընկալվի ոչ թե որպես հարկադրանք, այլ անհրաժեշտություն։ Ինչ անել անչափահասի կողմից թմրամիջոցի գործածման հաստատման դեպքում։ Բռնությունը խստիվ արգելվում է, քանի որ հարկադրական վարքագիծը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Պետք է աջակցել հոգեբանորեն հավաստիացնել, որ նրա կողքին եք։ Կատարել լաբորատոր հետազոտություն վերջնական ճշգրտման համար։ Բժշկի հետ խորհրդակցելով ներգրավել նաև հոգեբանի։ Հարգելի ծնող, հիշեք, որ հետևողականությունն ու աջակցությունը ձեր երեխային կարող է զերծ պահել թմրանյութի օգտագործման ռիսկերից կամ օգնել վերադարձնել նրան առողջ եւ ապահով միջավայր։